03 բարեձեզ, ինչ է պատահել, հասցենք ասեք, որտեղ եք դիմավորելու, դիմավորեք։ Բնակչության առաջին բուժօգնության սպասարկման մեքենաները բավականին հին են, ավելի քան 20 տարի ավտոպարկը չի թարմացվել։ Մեքենաները վարել հնարավոր է, հավաստում են վարորդները, բայց երբեմն արագության տեսակետից չեն արդարացնում։ 2010 թվականին խոստացել էին, որ Չինաստանից Հայաստան ներկրվելու էին թվով 88 նոր մեքենաներ, որոնցից բաժին էին հանելու նաև Գյումրի կայանին, սակայն այս խոստումը դեռևս շարունակում է մնալ չիրականացված։ Նույնքան հին են նաև բուժգործիքները, համաշխարհային պրակտիկայում դրանք վաղուց շրջանառությունից դուրս են եկել։ Մեր մասնագետները չեն տիրապետում անգամ նոր սարքավորումների շահագործմանը։ Շտաբօգնությունները աշխատում են հին շտաբօգնության մեքենաներով, հիմնականում հին են, նաև մեր քաղաքում մեքենաները հին են, նրանք միջինը 18-ից 20 տարեկան են արդեն, ավտոպարկը իհարկե ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է, այս առաջի խնդիրն է, նյութատեխնիկական բազայի մյուս գործիքները, բուժնյութերը, նրանք ճիշտ է, աշխատող են, նաև մեքենաները աշխատող են, մենք մեր գործը անում ենք, բայց նրանք նույնպես արդեն բարոյապես, ֆիզիկապես մաշված են։ Շտաբբուժօգնության կայանը ոչ միայն սարքավորումների, նաև մասնագետ կադրերի լուրջ խնդիր ունի այսօր, թե բուժքույրերի, թե բժիշկների։ Շտաբբուժօգնության մասնագետ բժիշկ որպես այդպիսին կայանը չունի։ Մի հատ մասնագիտացում կա շտաբօգնության բժիշկ, շատ հաճելի կլներ, որ կային շտաբօգնության բժիշկները, բայց նաև մենք կարող ենք ընդունել թերապևտներ, սրտաբաններ եւ վերակենդանացման մասնագիտացում ունեցող անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգներ։ Այդ մասնագիտությունների բժիշկներին կարող ենք ընդունել։ Նեղ մասնագիտություններից ամենակարևորը, որ այսօր կարողանանք ունենալ, դա ուրգենտ անհետացկելի սրտաբաններ, սրտաբանի մասնագիտություն ունեցող բժիշկներն է, որը մենք այսօրվա դրությամբ չունենք։ Մասնագետ կադրերի պակասի հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է։ Բուժքույրը վճարվում է հանրապետությունում ամենացածրը համարվող աշխատավարձի չափով, դրանից մի փոքր բարձր վճարվում է բժիշկը։ Գումարած այս ամենին աշխատանքը շատ ավելի լարված ու աշխատատար է։ Գյումրիի շտաբբուժօգնության կայանում աշխատող շատ բժիշկներ այսօր տեղափոխվել են մայրաքաղաք։ Շատերը բաժանմունքի պետեր են ու մի քանի անգամ բարձր են վճարվում։ Սովետական միության ժամանակ շտաբօգնության աշխատողները ստանում էին 15% ծանրաբեռնվածության վտանգավորության հավելավճար։ Մենք այսօր այդ չենք ստանում, մինիմալ աշխատավարձ ենք ստանում։ Շտաբօգնության աշխատանքը մի ֆակտոր չի գործում, մի քանի ֆակտորներ են գործում։ Նախ դա ֆիզիկական մեծ լարվածություն պահանջող աշխատանք է, երկրորդը համարվում է վտանգավոր աշխատանք, եւ երրորդը իհարկե ցածր վարձատրվող աշխատանքն է։ Մինիմալ աշխատավարձ են ստանում այսօրվա դրությամբ բուժքույրերը, ֆելդշերները եւ մինիմալից մի փոքր ավել 10,000 դրամ ավել ստանում են բժիշկները։ Դե մեր բժիշկների աշխատավարձը նրա հավելավճարներով ամեն ինչով չի անցնում 50,000-ը։ Չնայած այս ամենին չեն պակասում բնակչության ամենօրյա ահազանգերը։ Մի բան էլ ավելացել են, հավաստում են հերթապամասից, որակյալ մասնագետներ են պետք, ճիշտ ախտորոշելու եւ մեր բնակչության ու քաղաքացիների առաջին բուժօգնության սպասարկումը նրանց վստահելու համար։ Կառավարությունը խոստացել է, ու շտաբօգնությունում այդ հույսով արդեն քանի տարի ապրում ու աշխատում ենք, ասում են աշխատակիցները։ Հիմա էլ 2011 թվականի բյուջեով խոստում կա աշխատավարձի բարձրացման։ Ամենավերջին խոստումների համաձայն կայանի բժիշկը վճարվելու է մինչև 150,000, իսկ բուժակը մինչև 100,000 դրամով։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալա Նյուս։